Ուրեմն ձեռի հետ նայել եմ անընդհատ Քոչարյանին, Ծառուկյանին, երեքա Սամվել Կարապետյանի թիմը ակտիվ չի եղել ընդհանրապես, երևի զգացին, որ իրենք ավելորդ են։ Ուրեմն Քոչարյանը քանի հատ անընդհատ խոսում է բանից, Հայաստանի անվտանգությունից, Ղարաբաղը վարի տվավ, իր ծրագիրը Սյունիքը չստացվեց, հիմա ակտիվ ուզում է, որ իր ծրագիրը կայանա, բայց մոռացեք, ես ուրեմն և Քոչարյանին, և Ծառուկյանին, և Սամվել Կարապետյանին ուզում եմ ասեմ, հարգելիներս, Հայաստանի անվտանգության երաշխավորը, երբ որ դուք ուզում եք ասեք 5 հատ հզոր պետություն է պետք, ես ձեզ 5 հատ երաշխավորի անուն եմ այսօր ասում, դրանից ավելի երաշխավոր Հայաստանին չի կարող լինել, աշխարհում չկա դրանից ավելին երաշխավոր, առաջին հայ ժողովուրդը, երկրորդը Միացյալ Ազգերի կազմակերպությունը, երրորդը Վատիկանը, չորրորդը Ֆրանսիան, հինգերորդը ԱՄՆ, ուրիշ երաշխավոր չկա, նույնիսկ 1992-94 թվականին պատերազմը մենք հաղթել ենք այն ժամանակվա ԱՄՆ-ի օգնությամբ։ Շատ մարդիկ ասում են ինչ-որ Ռուսի օգնությամբ էս մի բան, բայց ոչ, Ռուսը նենց, գիտեք չէ ոնց է օգնում, Զախարովայի բանի խոսելով, տենց ուրիշ ոչ մի բան, ֆիզիկապես ոչ մի օգնություն նա ոչ մեկի էլ չի անում։ Էստա երաշխավորները դրանք են, ուզում եք կրկնեմ, հատուկ Ծառուկյանի համար կարելի է կրկնեմ, հայ ժողովուրդը, Միացյալ Ազգերի կազմակերպությունը, Վատիկանը, ես սա կրկնեցի, որ ես Վատիկանի անունը ասում եմ, բոլորդ էլ հասկանաք, Վատիկանը, ամբողջ քրիստոնեական աշխարհի գլխավոր դերակատարն է, ու ամբողջ քրիստոնեական աշխարհը Հայաստանի համար միշտ էլ կանգնած է այսենց ոտի վրա, որպես և երաշխավոր, և նրա խոսքը անցնում է ԱՄՆ-ում, Իսրայելում, ամեն տեղ, եթե չեք իմանում, իմացեք, Ֆրանսիան և ԱՄՆ, այլ երաշխավորները, նրանք ֆիզիկապես չեն կարող մեզ հետ լինեն, բայց այսքանը, որ ասեցի, սրանք ֆիզիկապես, որ Սամվել Կարապետյանն ասում է 24 ժամ է, 24 ժամ մեզ հետ են, և վերջ, մի անգամ էլ շնորհավոր քաղաքացուտունը, ով որ չի ընդունել, սկսեք ընդունել, ձեզ համար է, բոլորի համար է, հատուկ ինչ-որ նվիրյալների համար չի, ամբողջ հայ ազգի համար է, ցանկացած տոն, այն մարդկանց էլ, որ ասում եք, եղերն է եղել, այսօր եղերներ, հաջորդ օրը հաց են ուտում, քրիստոնյանը տես բան կանի, հայը տես բան կանի,
Այո, ժողովուրդ ջան, բոլորդ էլ ձեր օջախներում, ձեր տատիկներին, պապիկներին, երբ որ իրենց տարիքը հասնում է, մահանում են, նույն օրն էլ հաց եք գցում, հաց եք տալի, ամեն ինչ էլ անում եք, նույն օրը անմիջապես գերեզմաններից գնում եք զալը եւ ուժեղ հաց եք տալի։ Ինչի՞ չի կարելի։ Հաջորդ օրը քաղաքացու օր լինի։ Կարելի է, ժողովուրդ ջան, ոչ չի կարելի։ Բա դա մեկը մեկին փոխարինում է։ Մեկը մեկին փոխարինում է, բա ոնց։ Լավ մնացիք։ Ժողովուրդ ջան, դե ինչպես գիտեք, ԱՄՆ-ում ճաշկերույթի ժամանակ լրագրողների հետ Թրամփի եւ Վենսի ճաշկերույթի ժամանակ կրակոցներ են հնչել բան, ու Թրամփին եւ Վենսին տեղից հանել են, ոչ մի սպանություն բան գոյություն չունի, բայց կրակոցներ են եղել, մի խոսքով։ Սա ես արդեն մտածում եմ, որ սա ինչի համար արած, Իրանին ինձ թվում է շատ վատ բաներ է սպասվում։ Սա ես ամեն ինչ հեսա կապեն Իրանի հետ ու որ ռուսն ասում է կավրովի բամբարդիրովկեք, չէ, արդեն էլ չեն նայի, որ դեղին են խփում, ուղղակի կսկսեն Իրանին ջախջախել, ես տենց եմ կարծում, սա սենց բաներ որ լինում է, սա պատահական չի, ոչ մեկ չէր կարա Թրամփի ճաշկերույթին ընդեղ կրակոցներ արձակի, ընդեղ այ մարդ Թրամփը որտեղով գնում է, ընդեղ ծիտնել չի կարա անցկենա։ Մի խոսքով, սա ինձ թվում է պատրաստում են Իրանի վերջնական ոչնչացման համար։ Աստված տես չլինի, բայց ես կարծում եմ մոտ օրերս 1, 2, 3 օր եւ կսկսվի ահռելի բաներ կսկսվի Իրանում։ Մի խոսքով սենց բաներ ժողովուրդ ջան։ Հայաստանին կառավարությանը զգույշ եղեք, ընդեղ սահմանը պինդ պահեք, զգույշ եղեք մի խոսքով ամեն ինչից, ամեն տեսակ բաներից։ Ես մտածում եմ, որ այս բանը սա հենց դրա համար արած, որ պատճառ լինի նոր հարձակում սկսվի։ Այն ժամանակ պատճառը ոնց որ Իսրայելն էր, մի անմիջապես ԱՄՆ-ի ղեկավարի հանդեպ մահափորձ, դա արդեն նշանակում է հարձակվել ԱՄՆ-ի վրա։ Օրենքն է տենց ԱՄՆ-ում։ Աստված ես սխալվեմ, բայց միշտ ինչ ասել եմ կատարվել է։